Ընկերներ, այս տեսանյութը Սուրենավանի մասին, մեր Աշխեն տատիկի մասին է։ Բա, այդ ինչի բացար, այդ մի անգամից։ Մենք նախ ճամփա անկանք գեղեցիկ ամպային տեսարաններով։ Հայոց դաշտեր հովն է պատել։ Երասխում բուլկիկ երանք։ Հետո գնացինք ու ուզում ենք մտնենք անակնկալանել ու տեսանք լուսերը տարել են։ Դե լուսերը տարել են։ Մենք թաքուն գնացինք, մոտեցանք տանը եւ լսվեց քաղցր հայոց երգը, հենց ծնուն նշողներից։ Պատկերացնում եք, հոսանք տարել էին, մարդիկ սկսել էին երգել եւ մարդիկ ո՞րն է հարսիկը, տան հարսիկը շատ տաղանդավոր երգում էր եւ այդ նոտաների մեջ մենք գայթակղվեցինք եւ թաքուն գնացինք, սկսեցինք նկարել, թե ոնց են երգում։ Այնուհետեւ մտանք տատիկին, ուրախացեցինք, տատիկը շատ ուրախացավ, իհարկե օտանքներ հնչեցին բազում։ Ապրի Անահիտս, ապրի Ռուբոս, քեսես, Ռուբոյ բալեք, աստվածը չապահապան միշտ տեսող։ Որից հետո թորնիկը տատիկին հանեց օթերով։ Արասն ես գրկես նա տատ, դավայ գրկի աղբեր, Գեղեցիկ գրկելով։ Նայեք որ տնակ, բա։ Հայոց դաշտեր հովն է պատել, դաշտերը կանաչ մանյակ, ու ինչն է հետաքրքիր այս կանաչ մանյակի ֆոնին ունենք հայոց դրոշը ծածանվող, որը քիչ հետո կերևա այս բլուրների հետևից։ Հենց հիմա Վարդանի հետ մենք միասին այդ գեղեցիկ տեսարանը ձեզ ցույց կտանք։ Հիմա էլ պակաս գեղեցիկ չի, բայց երբ որ դրոշը ծածանվի հայոց դաշտերի ֆոնին, մեկ ուրիշ հրաշք տեսարան, այս դրոշը նոր են դրել, բայց Վարդան լավ մեծ էր։ Ապրի դնողը, որովհետև հոգի է ջերմացնում։ Հիմա միանգամից նկարել դրոշը, հրաշքը։ Եվ արդեն կար, բայց այսքան մեծ չէր, տեսեք ինչ զոր տեսարան են դրել Շիվայի դաշտերով, չէ, սիրու պահի էլի տեսեք ինչ հզոր տեսարան է Շիվայի և Ռինդի արանքում, հայոց վեհ լեռների ֆոնին ծածանվում է հայոց եռագույնը և իհարկե գեղեցիկ ու տարբերվող ժայռերն է երևում։ Եվ այս լեռների վրա մեր հայրենակիցները ստեղծել են խաղողի դաշտեր, որը էլ ավելի է լրացնում ու գեղեցկացնում տեսարանը։ Կենդանություն է հաղորդում, ցույց է տալիս, որ հայ մարդը ձուլվել է լեռներին և նույն վեհությամբ շարունակում է իր ապրելը, իր գոյատևելն ու պայքարելը։ Այնքան սիրուն էր տեսարանը, որ մի պահ որոշեցի հիանալ տեսարանով և մեքենայի ղեկը բաց թողելու արդյունքում հայտնվեցինք ճանապարհի եզրին, որից հետո արագ ուղղեցի մեքենան և հիմա մենք գնում ենք Արմաշ, ընկերներ։ Արմաշում ունենք գեղեցիկ առիթ, որը պետք է նշել։ Սիրված ամուսնու ծննդյան օր է։ Մնացածը հետո կմիանանք ու կասեմ, ես վստահ եմ, որ էլի գեղեցիկ տեսարաններ կլինեն։ Ընկերներ, Գառնանը ամպերի առատություն ունենք և այդ առատության մեջ որակը չի տուժել, գեղեցկությունը չի տուժել և գեղեցկությունն էլ պակաս չի։ Այնպես որ հիմա մենք կարող ենք միայն ամպերով հիանալ այս պահին, քանի որ այն գեղեցիկ է շատ։ Մինչև որ ամպերը կվերանան և դաշտերի գեղեցկությունը ի հայտ կգա, այդ ժամանակ արդեն դաշտերը մեր տադրերից չեն պրծնի։ Ես չգիտեմ, թե այս տեսարանը իշկանով է ճիշտ փոխանցվում դեպի տեսախցիկ, բայց ասեմ, որ սա ինձ հիշեցրեց բիբլейский պատոպը։ Տեսեք ինչ ամպեր են, հսկա, այն մասի վրա խորացի, ոնց որ երկնքում սարեր նկարված լինեն։ Ու այս ամպերի ֆոնին հələ հետ մի քիչ հետ նայ, ծոր է, չէ՞։ Շարժն է, ծոր ամպերը են։ ոնց է շարժում։ Հա, հələ բան են, հետ։ Այսինքն, սուր
ցույց տու ոնց է կտրված երկնքի ողույրը ու իր բանը բաժանում տեսեք ինչ հսկայական ամպեր են եկել նման ամպեր լինում են շատ քիչ եւ այս ամպի ֆոնին ամեն ինչ ճիշտ է երասխի կոմպյուտերն երասխի բոլկու նման ոնց նույնպես տակա Ես ուղղակի մտածեցի, թե հենց այստեղից պետք է մտնենք դրա համար, էլի։ Հիմա գնանք, հասնենք ձեր ասած տեղը։ Իմաստից ես աչ եմ անում դեպի Երևանի կողմ։ Այո, այո։ Լավ, վերջի փողոցից գնում ես ու մի քիչ դոմիկներ են։ Մոծակներն էլ այնքան շատ են, հարցակվում են ավտոյիս վրա, ես գիտեմ պետք է ավտոյիս սպանեն։ Հոտ են արե, հա։ Դե հիմա նայեք, որ անկարծ չանցնեմ, հա, նայեք, որ անկարծ անես չլնի անցնեմ ձեր տուն տանող ճանապարհը, կաղա ես հա։ Այ, վերջի փողոցն այ, հաղապտես լավ է, մտել։ Դե ես այս շրջապտույտ կանեմ կմտնեմ ուրեմ։ Էնա, այս փողոցն է, չէ։ Այս է։ Այ, ապիս փոքր ոնց որ։ Ապեք ես էլ եմ մորացել։ Հեսա կմտնենք կտենանք, հեսա մտնանք, ահա։ Այս տունն է, այս կապույտ դարպասները։ Ես էր։ Արևային կապեր են դրած։ Այո, այո։ Ուրեմ էտ էր։ Բայց մի հատ ձեր թաղը նայեք, վեր հիշեք ճիշտ ենք եկե թե չէ, որ վերջնական գնանք ու տատիկին շնորհավորենք։ Այս ձեր հարևանի տունն է, այս Արագիլն է միայնակ։ Էլի ոնց որ, հեսա ես մի հատ զանգեմ աղբորս երեխտուն ասեմ դուրս գա։ Հələ տենանք կաղա ես, ես էլ է կապուտ, թե չէ։ Մլկը զանգեք դուրս գա, տենանք հաստատ ճիշտ ենք եկե թե չէ։ Այդ ճանապարհ, ես մեծ հարցնամ, ճանապարհից մտնում ենք։ Ձախ աչ ենք անում մտնում ենք, ձախի առաջի տունն է դառնում։ Այսի ճանապարհն եք, էսի ճանապարհը ոնց որ։ Էսի հիմա գնում ենք դուրս գանք։ Հերվում Մասիսն է։ Հա, դուրս գա։ Հիմա այդ նույն տան մոտ ենք անում, մենա դուսը մարդ կա, ոնց հարցնեմ, որ ասեն ճիշտ ենք եկե թե չէ։ Asta Վահենես տունը որն է։ Վահենց։ Մեծ աղբեր, 1000 բարին։ Հələ մե հարց տամ էլի։ Աշխենենց Վահենց տունը ձեր դիմացի տունն է։ Այս փողոցով մտիկ։ Հաջորդով։ Այն է վերջի տուն։ Հա, այն մի փողոց պատի մտնեմ։ Աբրիզ դե, շնորհակալ եմ։ Հա։ Տրաշ չեմ ելնում։ Չէ։ Հա, աստից մտնեմ։ Հա, շատ բարի, աբրիզ մեծ աղբեր։ Հա, հենա իրար հասկացանք։ Գտանք, հեսա, աստեղից պետք է մտնենք փաստորեն։ Այստեղից պետք է, հենա լիքը ավտոներ կա։ Հավաքվել են բոլորը։ Հիմա ես անակնկալը տանում եմ։ Անակնկալն անում ես իմ երեխեքի կողմից։ Հա։ Աս խոսած ամեն ինչ կա շնորհավորել, ասա մի հատ անակնկալ ունեք, նոր ասեն կմտածեն ես եմ եկել, այդ ձևով։ Հա։ Ասեն անունն է եկել, ասա չէ, նոր էդիկ ասա էսիր տվելա որ էս էլ երկրորդ անակնկալը որ ինք չի եկել, ասա չկարողացավ գալ, բայց Ոստոյս ոնց են կայնի ավտորը ծաղիկները տվեց, փող վերցել ես։ Աշխեն տատին եվրոյատել է դառնում այսօր։ Աշխեն տատիկի լավ հարևանները մեզ դիմավորեցին, այս վերջերս ուր գնում ենք լույս չկա։ Շատ ջրաշեն է ձեզ օրինակ։ Հիմա եկել ենք Սուրենավան, թեկուզ ջրաշեն անվան հետ ոչ մի կապ չունի, բայց այստեղ էլ լույսեր չկան։ Ուր եք տանում դուք մեր լույսերը։ Հա։ Երգում են, գնանք երգին ականատես լինենք, արի։ Են մեկն է։
Ես արդեն իմացեք, որ եկել եմ, ես ուղղակի շատ լավ էի երգում, դրա համար ես ուշացրեցի իմ գալը։ Ուր է Աշխեն տատիկը։ Մայրսերդ արև է ջերմություն, մայրսերդ հեքիաթի է նման, որտեղից քեզ այսքան բարություն, մայրական սերը չունի սահման, տարիներն են կյանքդ մաս։ Սապ տվեք այս պայի վրով։ Աղջիկս, քորներս, խեսես։ Բա, էդ ինչ իմացար, էդ մի անգամից սկսիր ասել։ Անգամից իմացա, որ իրանք եմ, եմ թե որ դու եկա իմացա։ Բայց ես պետք է անուններ ասեմ։ Հա, իրանք եմ, բայց մի հոգի կա, որ ավելի շատ իրա կողմից է։ Երևի Ռաֆայից։ Չէ։ Երևի Անդոյից։ Հələ մատ էլ երևի ասես կգնես Երևի Սահակի։ Սահակի կողմից է ամենաշատը, բայց բոլորն էլ քեզ շատ են սիրում։ Մայրսերդ արև է ջերմություն, մայրսերդ հեքիաթ։ Բոլորն էլ շատ են սիրում։ Եվ իհարկե քո դուստերը, Անահիտը, շատ է սիրում։ Սապրի Անահիտը, սապրի Ռուբոս, Փեսես, Ռուբոյ Բալեկ, ասվածը չապահապան միշտ տեսորդ բերել։ Լավ ասիր տատի, դեսի էլ է։ Ես դիխանի տեղն է, կա դու լավ երգում ես։ Բա ինչ եմ Բա անում։ մե երգի երգի։ Հակի երգեմ ինչ Մատ այլ է։ երազանք պայի փչին օր։ Լուսակը մեր երգի տնեմ, երգում եմ ինչ եմ։ Դու, էդ ուրիշ բան արիր, ես քո ձեռն Այդ հարսն չէ բերի։ Հարսան լավ է երգում։ Ցավներ տանեմ, երգում էր դու եկա։ Դե մատ այդ հարսն էր երգում, շատ լավ էր երգում, զապիս են կարել։ Առաջին անգամ խաղցր բար, ասեցի մամա ջան, ձայն տվի, կանչ տվի մամա ջան, ախ որքան գիշերներով անքուն մնացել, օրորել քո որդուն, օրորես, ասել մամ քո որդուն, իմ մայրիկ, ապրես երկար տարիներով երջանիկ, ունեցել ես մայրի մամուս ընտանիք, աղոթքներդ միշտ բերել են մեզ բարիք, իմ մայրիկ, Յանեմ ասել։ տարիներով երջանիկ, ունեցել ես մայրի մամուս ընտանիք, աղոթքներդ միշտ բերել են մեզ բարիք։ Հələ ես շատ լավ երգիմ, ավա գալի մա տատին գրկի պաչի հենց հիմա, այդ ես լավ երգիմ, բայց Մայրսերդ արև է ջերմություն, մայրսերդ հեքիաթի է նման, որտեղից քեզ այսքան բարություն, մայրական սերը չունի սահման, մայրսերդ արև է ջերմություն, մորսերը հեքիաթի է նման, որտեղից քեզ այսքան բարություն։ Աշխեն տատիկ, դե մատ երազանք պայի փչի մոմերը վառել են, որ լույս ելնի, ես լույսը դու հանգցեր ու ուրիշ լույսեր կան լիքը։ Հա, պայեց։ Բա, լրից սարկածը։ Մայրսերդ արև է ջերմություն, մայրսերդ հեքիաթի է նման, որտեղից քեզ այսքան բարություն, մայրական սերը չունի սահման, մայրսերդ արև է ջերմություն, մորսեր։ Ինչն է լավ, որ լույսերը չկա, ձեր մեջ լույսն է շատ, ապրեք, այսենց չի խանգարում ուրախանալ, հենց տենց է, ոչ մի դժվարություն խնդիր չի, Աշխեն տատին բոլորս լավ գիտի, չէ, երկար կյանք ես ապրել դու։ Այդքան տեղ, որ ոտը ցավցրել ես բերել։ Հապտով եմ բերել։ Ոչինչ, զատո սիրտը ցանկացեք երես։ Հա, ցանկացել, հələ սա այկատու։ Մատ ես լույսը տունեցի դու նվիրի գրկի։ Էլի այնս մատ։ Հեսա կայմը տես շատ չոր տվինք էլ մտ հավեսով։ Ես իմ նույն հարասատ մորից, որ մանկության ջերմությունից բարուր էր, մայրս իր մետաքս է ձերքերով ինձ բարուր է, մամ ուզում եմ ես առաջվա պես օրորաս։ Ես մեծ սիրով կուզենայի այս նվերը քեզ տայի, բայց քեզ չեմ տալ։ Տալիս եմ տատիկ դու երկու հատ եմ եմ, կարաս տասին։ Շնորհակալություն։ Արհերա։ Չէ, խմում չեմ։ Այդպես գնաս։ Հա, այդպես գնամ։ Հա, բաղարիչու տեսորեց։ Աչե լավ է, ապրի, տատի լավ, մի բան մտ վարուն գուրա, հեսա։ Լավ հեսա, այսի, նայ։
Դավա։ Այդ լավը։ Լավը նեք, շնորհակալ եմ լավ ընդունելության համար, ոտներս խերով ձեր օջախ։ Ջրալի մարինատով հիմա խոսում եմ ճպճպալով։ Կանչանանք ինչ ալում։ Ասում են տես չէ լավ։ Բա ոնց անենք որ լե։ Կամերան անջիտ մենք կոլնումա։ Հա կամերան անջիտ մենակ կլնումա։ Բայց ես օբշի լուսերը ձեր մոմենտով էր։ Չէ ախպեր, պարոս տարել է։ Նոր տարան ախպեր։ Հա, էս նոր, իրան, էս տարան դու եկար։ Լուրջ։ Այ կե բան, բայց լավ է լավ ախպեր։ Զատու տրամադրություններ բարձրացավ ավելի շատ։ Դե Հաջողություն ախպերս։ լավ որ ախպերներ։ Ես էլ լավ որ Պատին լավ գրկեր ժոգի, չէ։ Ախպերներ։ Լավ ես։ Կան տարեկան, 6, 7, 5 6 տեսա ճիշտ ասին։ Հա? Տատին ռեստորանում։ Դե լավ դու արի հետս էլ, այսինքն արի։ Այսինքն արի մտ նստի թեվիս, այսինքն հələ նայ կամերային ասա լայք եք։ Ասի բայ։ Հա? Դե գնա։ Ապրես։ Դե մենք հելանք ախպեր, լավ մնացեք, շնորհակալ ենք լավ դիմավորելու համար մեզ։ Ընկերներ, լույսերը ինչքան էլ տանեն մարդու մեջի լույսը վառ լինի։ Իսկ դրա համար շատ բան պետք չի, ընդհանրապես լայքում եք, լույսերը գալիս է։ Ախպերս շնորհակալ ենք։ Նամոզում եմ առաջվա պես օրոր ասես Քո անուշ զայնով սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամոր գրկեմ սիրտը իմ կարոտից բրկեմ Ինձ համար հոսող արցունքներն աչքերից սրտեմ Փաթաթվիր ինձ ման քո գրկում ես մանուկ դառնամ Աշխարհի չափ ես քեզ սիրում եմ Ծամի հաշկ է հայկական Կարող է պատվիրել անգամ ամերիկան Ռուսաստանը կամ էլ Եվրոպան Հայերը ուժեղ են սաղ աշխարհով կան Ես ձեզնից մեկը տեղս ցիկ Մենք իմաստ ունենք